առաջ ներկայացրեց միայն տարածքային իրավազորության հարց, Ադրբեջանը ասում է դա մենք չենք ընդհանրացնում, դա հայերն են արել։ Դե արյու ապացի դա։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթահարել դա, ուրախ եմ, որ նյութայրավական հիմքով նույնպես որոշում կայացրեց, իհարկե դեպքը շատ ցավալի է, ամեն անգամ երբ որ խոսում ենք նման դեպքերի մասին, առաջերտին հիշում ենք ընտանիքի անդամներին։ Բայց այդուհանդերձ սա առաջինը չէ, սա շարունակվել են նման ռազմական ակտիվ փուլում տեղ ունեցած դաժան վերաբերմունքի վերաբերյալ դատական ակտեր, որոնք կրկնում իմ համար կարևոր այն է, որ կասկածի տակ է դնելու Ադրբեջանի եւ 16 թվականի եւ հետագա 20 թվականի այսպես կոչված հայրենական պատերազմի կամ այսպես կոչված ինքնապաշտպանական պատերազմի լեգիտիմությունը։ Ադրբեջանը ամենաշատը դա է փորձում, դրան է փորձում հասնել, լեգիտիմացնել իր կողմից կատարված ահաբեկչական ակտերը, իր կողմից ագրեսիվ պատերազմը։ Նման դատական ակտերը կոչված են այդ լեգիտիմությունը վերացնելու։ Իմ կարծիքով ամենամեծ արժեքը իրավական, մենք քաղաքական վերաբերյալ չենք խոսում, ամենամեծ արժեքը դրանում է այս դատական ակտը։ Եվ եթե կարելի է շատ հակիրճ ապացույցներին, թերևս տեսել եք, մենք հարցադրումներով էլ հարցին կանդրադառնանք, Ադրբեջանը շատ ցավագին է արձագանքել, բայց նաև ագրեսիվ, այսինքն ոչ թե զղջում են կատարվածի համար եւ հանձնառում են փոխել պրակտիկան, մարդկային հարցերի վերաբերյալ իրենց վերաբերմունքը, փոխարենը մեղադրում են միջազգային դատական արձաններին անարդարացիության մեջ, կարծում եմ այդ արդարացիության զգացումը այդպես էլ ադրբեջանական հասարակության եւ իշխանությունների մոտ չի ձևավորվում եւ այն կեղծ թեզն էին առաջ քաշել, թե իբր մի քանի ցուցմունքների հիման վրա եվրոպական դատանը դատական ակտ է կայացրել։ Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ոչ թե ունենք մի քանի ցուցմունքներ, մենք ունենք երևակայելի մեծ ծավալի ապացողական բազա, մենք ունենք այն ավտոմեքենան, որը խոցվել է, մենք ունենք դիեր, որոնց վնասվածքները կան, պարզվել է դրանց առաջացման ժամանակահատվածը, մենք ունենք նաև բազմաթիվ այլ փորձաքննություններ, որոնց միջոցով կարողացել ենք ինչպես նույնականացնել գլուխը, այնպես էլ կարողացել ենք նույնականացնել կատարողին, մենք բացահայտել ենք կատարողի նաև հարցազրույցը, երբ վերջինս այդ հերոսացման ջանքերի մեջ գտնվելով մանրակրկիտ պատմում էր, ինքնախոստովանում էր կատարված սեփական հանցագործությունը, այո, եւ երևի պարոն Ղազարյան, դուք ներկայացնեք, կարող եք որոշ լուսանկարներ եւ ցուցադրել։ Ուրեմն ամենայն հավանականությամբ դիվերսիոն խումբը, որը մեր դիրքերի հետևում էր գտնվում Թալիշի, վերադառնում էր Թալիշից, որտեղ արդեն կատարել էր Խալափյանների նկատմամբ հանցագործություն։ Այսինքն հասարակ դատացկաբանական փորձաքննությունը կարող է ցույց տալ, եթե Ադրբեջանը դարվեր, որ սա նույն մարդիկ են արել, ովքեր կրակել են բեռնատարը, դուք տեսնեք բեռնատարը ցանցր են սարքել, եւ ովքեր ընդամենը 4-5 ժամ առաջ գտնվել են Թալիշում։ Այսինքն, այո, ցանկացած դատավարժնումը բարդպան ապացույցները հայտարարել են, մանավանդ եթե ապացույցները գտնվում են այլ պետության տարածքում։ Այստեղ մեզ հաջողվեց այնքան որոշակի քանակի եւ որակի ապացույցների շեմը հաղթել, որ ապացման բեռը անցադիմացինի վրա, եւ Խալափյանների վճիռը հաստատ կգա եւ կհամալրի այս վճիռը եւ մեկը մյուսի հետ փոխկապակցված։ Ես անձամբ այդ վայրում եղել եմ օգոստոս ամսին 16 թվականին եւ դա ամենևին ակտիվ ռազմական գործողությունների դաշտ չէր, դա թիկունքում էր գտնվում, որտեղ բեռնատարը տանում էր զինամթերք։ Հասկանալի է, հումանիտար իրավունքի համաձայն դա լեգիտիմ թիրախ է, բայց ոչ այդ կերպ հասնել ռազմական առավելության, ինչպես ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Եվ դա Թալիշ գյուղից մոտավորապես 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա էր, փոքրիկ ձորակի վերևը ճանապարհի վրա, այսինքն պարզ է, որ դարանակալն է։ Ինչևէ, ես շատ չերկարացնեմ, ուղղակի կրկին իմ կարծիքով բավականին բարդ պրոցես էր սա, որովհետև մեզ պետք է ցույց տալ, որ ակտիվ ռազմական փուլում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է եւ կատարել է այդ դաժան գործողությունները եւ
ուրախ եմ, որ կարողացանք որոշ իրավական խնդիրներ լուծել։ Շնորհակալ եմ։